Ողջունում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր ստիպված եմ երկրորդ անգամ տեսաուղերձով դիմել ձեզ, որովհետև դեպքը, որը տեղի ունեցել այսօր, անարձագանք թողնելը պարզապես հանցագործություն է։ Երևի դուք տեսած կլինեիք, որ Հայաստան Դաշինքի վերջին համաժողովի ընթացքում, երբ որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Արցախի կորսման, տեղահանման, մեր 100,000-ավոր քաղաքացիների տեղահանման համար պետք է ոչ միայն քաղաքական, այլև ուրեմն իրավական հետապնդման ենթարկվեն մարդիկ, ովքեր ունեն մեղավորության մասնաբաժին, անմիջապես տեսանք, որ շահագրգիռ կողմերից հանդիսանում էին ոչ միայն ՔՊԱ-ականները, հիստերիայի ալիք մենք տեսանք նաև Միքայել Մինասյանի եւ ուրեմն իր հետ անմիջականորեն փոխկապակցված տարբեր շրջանակների կողմից։ Բնական էր հակազդեցությունը, որովհետև այդ պատասխանատվության կոնտեքստում մարդիկ իրենց են տեսնում։ Սակայն ինձ համար առնվազն տարակուսել էր, երբ այսօր աչքովս ընկավ մի տեսաուղերձ, երբ մեր ձևով կամ ուժեղ Հայաստան կուսակցության անդամներից մեկը, կարկառուն անդամներից մեկը հայտարարեց, որ ոչ մի կերպ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա չեն կազմի, եթե հայտնվի այնպիսի իրավիճակ, երբ որ դրա անհրաժեշտությունը լինի։ Առաջին հայացքից այս ամենը տարակուսելի է, բայց եթե մենք նայում ենք այս ամենը ռացիոնալիզմի տեսանկյունից, ապա այստեղ ամենահետաքրքրականը այն է, թե ով է այդ հայտարարությունը անում։ Այդ հայտարարությունը անում է մի անձ, ով կրկին անմիջականորեն եւ իր քաղաքական եւ հասարակական գործունեության ողջ ընթացքում փոխկապակցված է եղել նույն Միքայել Մինասյանի հետ։ Այս ամենի համատեքստում ցանկանում եմ բարեկամաբար խորհուրդ տալ մեր ձևով ուրեմն կուսակցության անդամներին, որ փոքրիկ շաբաթօրյակը ձեր կուսակցության շարքերում բնավ ձեզ չէր խանգարի։ Ասեմ ինչու, որովհետև մարդը, ով կապված է Միքայել Մինասյանի հետ այլևս, դա մի բանի հոմանիշ է, դա քանդման հոմանիշն է, պառակտման հոմանիշն է եւ հիմնական նպատակներից շեղվելու հոմանիշ։ Շաբաթօրյակի համատեքստում ուզում եմ ձեզ մի հարց տալ. այս ամենը ուրեմն փեսա միշիկի ձևով է, թե ձեր ձևով է։ Եթե ձեր ձևով է, մեր խորհուրդը բարեկամաբար է, եթե փեսա միշիկի ձևով է, ապա մենք ձեզ տեսնելու ենք պատասխանատվության ենթարկվողների այն կոնտեքստում, որի համար պատասխանատու են մարդիկ, որոնց գործունեության արդյունքում կորսվեց Արցախը, տեղահանվեցին մեր 100,000-ավոր քաղաքացիները եւ առ այսօր գոյություն ունեն քաղբանտարկյալներ, ընդհուպ ձեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ով կրկին տարբեր կուլիսային խաղերի արդյունքներում գտնվում է անազատության մեջ, տնային կալանքի մեջ։ Այս ամենի հետ կապված եւս մեկ անգամ հորդորում եմ իրականացնել շաբաթօրյակ, որովհետեւ հաջորդիվ դիտարկումները կարող են լինել ավելի ռացիոնալ եւ ավելի ցավոտ։ Շնորհակալություն։